Հանուն ինչի քվեարկեցիք։ Հանուն փոփոխությունների, հանուն իշխանափոխության Գյումրիի եւ հանուն երդասարտության լավի նորության։ Պարոն Սիմոնյան, կոալիցիա հավանական, այսինքն համագործակցության ու կոալիցիայի հարցն է քննարկում այսօր ընդդիմադիր ուժերի մեջ, միջև ձեզ հետ այդ հարցը քննարկվել եւ ձեր դիրքորոշումը ինչպիսին է, թե ձեր շատ ձայն հավաքելու պարագայում եւ թե մի քիչ ձայն հավաքելու։ Առաջի օրվանից եւ ամենաառաջինը մենք ենք եղել դիրքորոշում հայտնողը, որ գնում ենք մինիմալ ծրագրով, որն է քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելը եւ մաքսիմալը այն կողմնայեք մեզ հետ զրուցեք բայց եւ մաքսիմալը դա ստանձնել քաղաքի կառավարումը եւ տալ փոփոխություն, որակ, նորություն եւ բացարձակապես կապ չունի մենք ենք դա մեր ձեռքերով իրագործելու թե ընդհանուր ընդդիմադիր դաշտը եւ կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի պատրաստ լինի առանց պաշտոնակրվի սատար կանգնել, աջակցել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին, որպեսզի չվիժեցնենք ընդհանուր ընդդիմության համախմբումը եւ նաեւ պատրաստակամություն ենք հայտնել, որ որևիցե տարաձայնությունների դեպքում եթե չի ստացվելու ընդդիմադիր դաշտի համախմբումը, մենք Մայր Հայաստան դաշինքով պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը եւ քաղաքացիական պայմանագրին իշխանազրկենք Գյումրի քաղաքում։ Վարդան Ղուկասյանի այն առաջարկությունը, որ եթե ինքը ավելի շատ ձայներ հավաքի, մյուս ընդդիմադիրները քիչ իրեն միանալ, դուք պատրաստ եք միանալ։ Առաջինը մենք ենք հայտարարել եւ իմ շուրթերից է լսվել ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ չի կարելի ընդդիմադիր դաշտը պառակտել հանուն աթոռակրվի հանուն ինչ-որ ամբիցիաների եւ մենք դրան մինչեւ վերջ տեր ենք կանգնելու։ Եվ Գյումրեցին չի զգալու մեր կողմից, որ իր քվեն անտեր մնաց։ Դուք կարծում եք, որ սա Գյումրիում ներողություն եմ խնդրում։ Դուք կարծում եք, որ այս ընտրությունները եւ սովորաբար Ես չլսեցի նորից տվեք։ Դուք կարծում եք, որ վերջին շրջանում տիմ ընտրությունները դրանք պարզապես համայնքային ընտրություններ են քաղաքական ուժերի միջև, թե սրանք իսկական քաղաքական ընտրություններ են ԿՊ-ին հեռացնելու կամ ԿՊ-ին զարգացնելու համար։ Վերջին շրջանը ո՞ր շրջանի Ու վերջին 4 տարին են, համենայն դեպս պատերազմից հետո կարծես թե բոլոր ուժերը գնում են առաջինը կառուցողականության դաշտ կոնկրետ ընդդիմության հետ եւ շատ համառ կռվի մեջ է մտնում իշխանությունը ամեն գնով, ինչպես որ այսօր ձեզ մոտ են որոշ դրսևորումներ նկատել։ 21 թվականի տիմ ընտրությունները չունեն նման քաղաքականացված երանգ, բոլորս ենք դա տեսել, իսկ կոնկրետ այս ընտրությունների մեջ տեսնում ենք նաեւ մեծ քաղաքականություն, որ Գյումրեցու քվեից կախված շատ բան է փոփոխվելու։ Դրա համար չպետք է իշխող վարչախումբը ունենա սատարում, որպեսզի կարողանանք վերջնականապես ազատվել չարիքի իշխանությունից։ Եթե ԿՊ-ն շանսերը որքան եք գնահատում։ Եթե քարոզարշավի ընթացքում օրերը երկար լինեն եւ մենք հասցնենք յուրաքանչյուր գյումրեցու մեր ծրագրերի մասին բացադրել, շփվել իրենց հետ, իմ կարծիքով նման ընտրակարգով, ընտրահամակարգով շատ դժվար է 50+-ի հասնելը, բայց մենք անպայման կհասնենք, որովհետև գյումրեցին հոգնել է այդ հին ու նոր խաղից, հոգնել է այդ սև ու սպիտակի բաժանումից եւ ովքեր որ հասցրել են ծանոթանալ մեր հետ, նրանք քիչ չեն, ֆիքսել են, որ հենց այդ նոր փոփոխությունը, այդ նոր մոդելի կառավարումը եւ Գյումրուն արժանի միավորը հենց մենք ենք։ Եվ իդեպ իշխանությունները հենց այդ ձեր ասած թեզն են անընդհատ առաջ տանում, ձեզ թիրախավորում են, որ այ դուք մի ուժի հետ կապ ունեք, ասենք Քոչարյանի, այն մյուսը Սերժ Սարգսյանի, այն մյուսը չգիտեմ ում, Վարդան Ղուկասյանին առանձին են թիրախավորում, որ եթե նրանց ձայն տակ Վարդան Ղուկասյանին եկելի ձայն տալու գալու են, այսինքն այսպեսի կոպիտ ասած բոքսի տանձիկներ իր համար ցած սարքել, որ այդ թեզերով նորից մարդկանց վանի ձեզանից եւ կարող են կերակրել այդ թեզերով այսօր։ Գյումրեցիները դուք շփվել եք, դա աշխատող է, իրանք ինչ են մտածում։ Մեր մասով պատասխանեմ, երբ որ վերջի 24 ժամը փորձեցին լկտի պահվածքով ինչ որ պաստառներ տվել անսահմանափակ եւ հրավիրել նաեւ
ուրիշ մարզերի երեխաների, որովհետև Instagram-ներում կար ստորիներ, որտեղ իմ նկարն էր պատկերված եւ վարկաբեկող բաներ էր գրված։ Մեր երիտասարդները օրնի բուն աշխատելով հայտնաբերել են իրենց, երբ որ հարց են տվել, թե ինչի եք անում, իրենք են պատասխանել, թե 15000 դրամ փող են տվել, ճանապարհածախսն են տվել, որովհետեւ գանք անենք, մենք գյումրեցի չենք։ Այսինքն Գյումրեցի չեն ցանկացել, հա։ Այսինքն այդքան ռեսուրս Գյումրեցին չի անում պես բան, չի անում։ Փորձեցին, տեսնելով բնական վարկանիշի աճը, տեսնելով որ թաղերում երթերի ժամանակ մարդիկ ինքնաբուխ էին դուրս գալիս եւ միանում մեզ, մեր շարժին, իրենք հասկացան, որ այդտեղից վախենալու բան ունեն։ Եվ ես հենց հիմա կոչ եմ անում բոլոր գյումրեցիներին, այն մարդկանց, ովքեր որ հենց ինքնուրույն տեսել են այդ